Դոնալդ Թրամփը սպիտակ տանն ընդունել է Վոլոդիմիր Զելենսկուն նրան անվանելով ուժեղ մարդ, որի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Օրակարգում հիմնականում եղել է Կիևին ռազմական մատակարարումների հարցը, Զելենսկին ցանկություն է հայտնել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխանակել ամերիկյան Թոմահոք հեռահար հրթիռների հետ։ Կիևը վերջին շրջանում ակտիվորեն ցանկանում է ստանալ դրանք, իսկ Մոսկվան նման հեռանկարը որակում է էսկալացիային ուղղված քայլ։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ուկրաինական ԱԹՍ-ները, սակայն նշել, որ ամերիկյան կողմն ինքն էլ ունի Թոմահոք թևավոր հրթիռների իսկ Ուկրաինային կարող է այլ հրթիռներ տրամադրել։ Նա հավելել է, որ Կիևին Թոմահոքների վաճառքը իսկապես կարող է սրել իրավիճակը։ Թրամփն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահները պայմանավորվել են առաջիկա 2 շաբաթում հանդիպել Հունգարիայում։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Զելենսկին հավանաբար չի մասնակցի այդ բանակցություններին, սակայն Թրամփը կապի մեջ կլինի Ուկրաինայի նախագահի հետ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև այն հակամարտությունները, որոնք ամերիկյան կողմը դադարեցրել է։ Թրամփի խոսքով Կրեմլի ղեկավարը հիասքանչ է որակել ԱՄՆ նախագահի ջանքերը, հիշատակելով նաև Հայաստանը։ Շարունակելով ռուս-ուկրաինական հակամարտության թեման, Թրամփը համոզմունք է հայտնել, որ թե Պուտինը, թե Զելենսկին ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ժամանակն է դա անել, պնդել է նա։ Լրագրողների հետ զրուցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին, հարցին ինչ զիջումների է պատրաստ գնալ Կիևը եւ արդյոք կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է. այժմ ամենակարևորը հրադադարի հասնելն է։ Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Պուտինը ոչ, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների, շեշտել է Զելենսկին։ Եվրատլանտյան ինտեգրման մասին Ուկրաինայի նախագահն ընդգծել է. Կիևի համար շատ ավելի կարևոր են անվտանգության հուսալի երաշխիքները։ Զելենսկին հավելել է, որ այժմ ամենադժվարը տարածքների հարցն է։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները համակարծիք են եղել, որ ռուսական եւ ուկրաինական ուժերը պետք է կանգ առնեն ներկայիս շփման գծով։ Հաղորդվում է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է եվրոպացի գործընկերներին։ Համասը Կարմիր խաչին է փոխանցել ևս մեկ մահացած իսրայելցի պատանդի աճյունը, այն արդեն տեղափոխվել է Իսրայել նույնականացման։ Հոկտեմբերի 13-ից Գազայում հրադադար հայտարարվելուց ի վեր Պաղեստինյան շարժումը դեռ վերադարձրել է զոհված 28 պատանդից 9-ի մարմինները։ Համասը մեկնաբանել է մեղադրանքները, որ շարժումը դեռևս Իսրայելին չի փոխանցել հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների բոլոր աճյունները։ Ըստ շարժման գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները։ Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների եւ շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել, ասված է շարժման հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, եթե Համասը չվերադարձնի գերիների մարմինները եւ խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետին վերսկսել ռազմական գործողությունները։ Պակիստանը եւ Աֆղանստանը սահմանային բախումներից հետո պայմանավորվել են երկարաձգել հոկտեմբերի 15-ին ձեռք բերված 48-ժամյա հրադադարը։ Reuters-ը վկայակոչելով իր աղբյուրները հայտնել է, որ կողմերը որոշել են բանակցություններ անցկացնել։ Պակիստանի եւ Աֆղանստանի պատվիրակությունները կհանդիպեն Դոհայում։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև լարվածությունը սրվել է անցած շաբաթ։ Տեղեկություններ էին տարածվել, որ բացի սահմանային մարտերից, Պակիստանը ռազմական ինքնաթիռներով ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Հաղորդվում է երկու կողմից զոհերի մասին, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Ավելի վաղ Պակիստանը մեղադրել էր թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորել են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծելով ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Իսլամաբադի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել։ Դիանա Գասպարյան, լուրեր։